Իսրայել-Իրան օդային մարտեր օր 4-րդ 24 զոհ Իսրայելում, 224-ը Իրանում։ Թեհրանը գիտի, որ Իսրայելը օգտագործում է օկուպացված Արցախի տարածքը Իրանի սրտին հարվածելու համար, տարածաշրջանի ճակատագիրը։ Վեհափարը վարչապետին դատի տալու միտք չունի, աշխարհիկ հոգևոր քննարկում եկեղեցի պետություն կարմիր գծերի մասին։ Գործ կա, աշխատող չկա, թե փնտրողներ կան, գործ չկա։ Պետությունը ձեռք է մեկնում գործատուին, եթե աշխատանքի ընդունի անապահովին։ Տնային կալանքն էլ արգելք չէ նորից գողություն անելու համար, ինչ պատիժ է սպասվում մեքենայի մասերը թռցնելու համար։ Փոթորիկ Երևանում, ջրհեղեղ Գյումրիում, տորնադո ապարանում, վնասները նյութական են։ Բարի երեկո արգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է կարևորի մասին, տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես 4-րդ օրն է շարունակվում է Իսրայել-Իրան օդային ճակատամարտը, երբեմնի ծաղկուն քաղաքներ այսօր ավերակներ են հիշեցնում, ինչպես Գազայի դեպքում։ Երկու կողմում էլ զոհերի թիվն ավելանում է, Իսրայելում 24, Իրանում 224 մարդ է զոհվել փոխադարձ հարվածներից։ Ժամեր առաջ իսրայելական օդուժը հարվածել է նաև Իրանի պետական հեռուստատեսության շենքին ուղիղ եթերում։ Վարչապետ Նեթանյահուն ասում է, Թեհրանը հրթիռ է արձակել իր ննջասենյակի պատուհանի ուղղությամբ, ինքը հազիվ է փրկվել։ Ռոյթերսն էլ հողում անելով երկու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի գրում է, թե Թրամփը կանխել է Խամենեիի սպանության իսրայելական մտադրությունը։ Այսպիսով սրվում է Մերձավոր Արևելքի այս հակամարտությունը, 4-րդ օրն է Թեհրանն ու Թել Ավիվը ալեկոծվում են։ Նախորդին Իսրայելը հարվածել է Իրանի արտգործնախարարությանը, վիրավորներ կան, հետո Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Թեհրանում գտնվող Քուց ուժերի հրամանատարական կենտրոններին հարվածելու մասին։ Այս ուժերը Իրանի Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի էլիտար ստորաբաժանումն են, որոնք հետախուզական եւ ռազմական գործողություններ են իրականացնում արտասահմանյան երկրներում։ Լուսաբացին արդեն հերթը Թեհրանինն էր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերը կրակի տակ են պահել Թել Ավիվը, օգտագործել են հիպերձայնային հրթիռներ։ Կրակահերթին զուգահեռ չի լռում նաև դիվանագիտությունը, վնասների ու խոցման մասին լուրերը թարմանում են ժամ առ ժամ, նաև կոշտ հայտարարություններ են հնչում։ Իսրայելի պաշտպանության նախարար Կացը սուր հայտարարություններով դիմել է ոչ թե պաշտոնյաներին, այլ խաղաղ բնակչությանը, վախեցրել, թե Թեհրանի բնակիչները շատ շուտով ծանր գին կվճարեն։ Թեհրանի ամբարտավան բռնապետը վերածվել է վախկոտ մի մարդասպանի, որը թիրախավորում է խաղաղ բնակչությանը, փորձելով կանխել Իսրայելի պաշտպանության բանակի կողմից իր ռազմական կարողությունների կործանումը։ Մենք ագրեսորներ չենք եւ երբեք չենք եղել, Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանն է գրում, պատասխանելով այս հռետորաբանությանը, թե Իրանի ժողովուրդն ու կառավարությունը միասնաբար դիմակայում են դաժան հանցագործին։ Եվ քանի որ մեր ժողովուրդը շարունակում է այս պայքարը, կառավարությունն իր բոլոր կարողությունները օգտագործելով եւս փորձում է կանխել մարդկանց բնականոն կյանքի ցանկացած խաթարում։ Իրանի խորհրդարանում մի նախագիծ է մշակվում, որը հնարավորություն կտա Թեհրանին դուրս գալ միջուկային սպառազինության չտարածման մասին համաձայնագրից։ Այսօր այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նա նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին է հիշեցրել պարտականությունների մասին, հավելել, թե այս պատերազմը մարդկության դեմ է ուղղված ոչ միայն Իրանի։ Այս ձևակերպման հետ համաձայն չեն եվրոպական կողմում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Նա վերստին պնդել է Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու, Իրանն էլ տարածաշրջանային անկայունության հիմնական աղբյուրն է։ Իսկ ուր են հասել Թրամփի հաշվարկները։ Նա կարճ է ձևակերպում, մենք շուտով խաղաղություն կունենանք։ Աշխարհը սպասում է շուտով, երբ 4-րդ օրն է թնդում է Մերձավոր Արևելքի երկինքը։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Մինչև հարևան Իրանի երկնքում կախված է իսրայելական սպառնալիքը, առիթը բաց չի թողնում մեր թշնամական երկիրը։ Ու քանի դեռ հարավի հարևանի ձեռքերը զբաղված են սեփական տարածքի պաշտպանությամբ, Բաքվից կրկին հիշել են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Այդ երկրի նախագահի օգնական անգամ կատակում է, եթե չեք ուզում ասենք միջանցք, թող լինի անցուղի, միայն թե Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվի։ Տեսանյութը դեռևս մոնտաժման փուլում է, կանդրադառնանք րոպեներ անց, շարունակենք թողարկումը։
Ավելի քան 1700-ամյա հայ առաքելական եկեղեցին դարերի ընթացքում բազում արհավիրքների է բախվել, հատկապես երբ պետություն չենք ունեցել, ազգին միավորող կառույցին հաճախ են օտարները փորձել ջլատել, պառակտել ու կառավարել, չի ստացվել։ Հոգևոր բարձրագույն դասը ասում է, այնինչ չեն կարողացել դրսից անել, ներսից էլ չի ստացվի։ Իսկ եկեղեցու նկատմամբ իշխանության արշավը հոգևորականները մեկ բառով պառակտող են որակում ու հորդորում չանցնել եկեղեցի պետություն կարմիր գիծը։ Օրենքում սևով սպիտակի վրա է գրված իշխանություն պետություն հարաբերությունների կարգավորումը, սահմանադրագետները, իրավապաշտպանները, հոգևորականներն են հիշեցնում։ Քննարկման թեման պետության ու եկեղեցու հարաբերությունների հիմնախնդիրներն է։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է եկեղեցու ինքնիշխանությունը իր նվիրապետության սահմաններում։ Բոլոր մասնագետները մեջբերում են օրենքի այս տողը, ընդգծում իշխանության ու վարչապետի դիրքորոշումը եկեղեցու նկատմամբ անթույլատրելի է։ Հայաստանի Հանրապետությունը իր ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում ունի հստակ պարտականություններ երաշխավորելու համար, նախ կատարելու համար իր ստանձնած պարտավորությունները եւ երկրորդ երաշխավորելու համար նաեւ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու երաշխավորված անխափան գործունեությունը։ Սահմանադրության 6-րդ հոդվածը արգելում է պետությանը միջամտել, բայց սահմանադրության 41-րդ հոդվածը հնարավորություն է տալիս, իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու, այդ թվում բնականաբար նաև եկեղեցու սպասավորներին ազատ արտահայտելու իրենց կարծիքը։ Թուրքագետը իր հերթին մեջբերելով եկեղեցու ազգապահպան առաքելությունը, հայ ինքնության ձևավորման գործում ունեցած առանցքային դերը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ակտիվ գործունեությունը, ընդգծում է, Թուրքիայում տարբեր ռազմավարական հայեցակարգերում հայ առաքելական եկեղեցին բազմիցս հիշատակվել է որպես պետական մակարդակով թիրախավորվող կառույց։ Հավելում է, եկեղեցու դեմ այսօր տարվող քաղաքականությունը բնականաբար բխում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից։ Այս ամենի համար պայքարելու համար որպես մեթոդ նշվում է եկեղեցու թիրախավորումը հեղինակազրկման միջոցով, այսինքն ինչպես պայքարել եկեղեցու դեմ, հեղինակազրկել, առաջացնել տարատեսակ խմբավորումներ։ Իշխանության գործողությունները եկեղեցու, մասնավորապես ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հանցավոր ու հասարակությանը բառակտող է որակում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանը, ասում է իշխանությունը անմիջական պարտականությունները կատարելու փոխարեն կեղծորակարգեր է ստեղծում, այն էլ անվտանգային լուրջ մարտահրավերների ֆոնին։ Խելամիտ բանավեճերի ժամանակը կարծեք թե անցել է եւ անմիջաբար իշխանության ներկայացուցիչների եւ անմիջաբար երկրի ղեկավարի բառապաշարը, ռետորաբանությունը, օգտագործած բառերը այլևս ընտրություն չեն թողում, որպեսզի դրան տրվի իրավական գնահատական։ Խորհրդային Հայաստանում 80-ական թվականներին նույնիսկ պետական ինստիտուտները շատ ավելի էին կարևորում եկեղեցու դերն ու նշանակությունը, քան այսօրվա անկախ Հայաստանի իշխանությունը։ Եվ սա է մեր մեծագույն ցավն իբրև հոգևորական ձևակերպում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Մի իշխանություն, որ կարող է հազարամյա, երկհազարամյա Արցախի թեմը լիկվիդացնել, եւ մենք պիտի ծափահարենք եւ ասենք, հա դա մեզ չի վերաբերում, սա քաղաքական հարց է։ Եվ որ մի իշխանություն հարյուրներով, հազարներով եկեղեցիներ եւ վանքեր հանձնում է թշնամուն եւ այդ տարածքը հայտարարում պատմական Ադրբեջան, ուրեմն մեր ընդվզումը քաղաքականության մեջ ընդգրկվել է։ Իրավապաշտպանները միաբերան են պնդում իշխանության հակաեկեղեցական վարքագիծը համակարգված է։ Հոգևորականները հիշեցնում են եկեղեցին փորձությունները հաղթահարել է հազարամյակների ճանապարհին եւ չի ընկրկել։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։ Այժմ խոստացված տեսանյութը, քանի դեռ Հարավի հարևանի ձեռքերը զբաղված են սեփական տարածքի պաշտպանությամբ, Բաքվից կրկին հիշել են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը։ Այդ երկրի նախագահի օգնականը անգամ կատակում է, եթե չեք ուզում ասենք միջանցք, թող լինի անցուղի, միայն թե Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվի։ Ինչով կավարտվի տարածաշրջանի գլխին թափվող կրակը, աշխարհը սևեռված սպասում է։ Խաղաղության օրակարգով իշխանության եկած Թրամփը ինչու չկանխեց Իսրայել-Իրան այս բախումը, ով է հիմա հետ քայլանելու։ Իրանը, որի ռազմաքաղաքական ղեկավարության զգալի մասը ըստ էության գլխատվեց, ռազմաարդյունաբերական եւ տնտեսական ենթակառուցվածքների հսկայական կորուստներ ունեցավ։ Թե ոտքը հետ կդնի Իսրայելը, որը այնուամենայնիվ չի կարողացել էական վնաս հասցնել Իրանի միջուկային ծրագրին, քանի որ չունի խորքային հասանելիության ռումբեր։ Տեղեկություն եղավ, թե Իսրայելը
Իսրայելը դիմել է Միացյալ Նահանգներին այդպիսի ռումբեր տրամադրելու, բայց Թրամփը մերժել է։ Սպիտակ տունը տեղնուտեղը հերքեց այդ տեղեկությունը, ու մինչև կպարզվի այս վտանգավոր բախման ելքը Մեջլիս է գալիս Բաքուն։ Զանգեզուրի միջանցք ասածն են հիշել Ալիևի օգնական Հաջիևի կատարմամբ։ Մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի Զանգեզուրի միջանցքի մասով։ Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են միջանցք բառից։ Ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք։ Լավ, այն անվանեք անցուղի։ Մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի մենք զրկված ենք եղել այդ հնարավորությունից։ Հենց որ լինի Նախիջևանի հետ կապը, ես կարծում եմ, որ այստեղ կարող են բացվել այլ հնարավորություններ Հայաստանի համար եւս, բայց մենք եւս կուզենք տեսնել Հայաստանին որպես հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների մաս։ Այսինքն իբր ընդամենը ճանապարհ են ուզում։ Սա ցինիզմի քրոնիկ դրսևորումն է, ինչ խոսք։ Երևանը պարզ է ասել կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը սովերենության առաջնահերթությամբ։ Եվ եթե պարզապես ճանապարհ են ուզում, ապա ձայն կհանեն, կարձագանքեն։ Չէ, հիմա Ալիևը սրել է ատամները, բացել ախորժակը, մերձավոր արևելքի երկինքը եռում է, Ալիևը սցենարներն աչքի առաջ հաշվար կանում։ Բաց սցենարը Հայաստանի համար շատ վտանգավոր է, որովհետև եթե Իրանում ապալվեց իշխանությունը, այսինքն խաոս ալինելու ինչ-որ ժամանակ եւ Իրանը չի կարողանալու իր դեպքով դերը տանել մեր տարածաշրջանում, ապա Ադրբեջանը եւ Թուրքիան լայն հնարավորություններ կստանան Հայաստանի վրա հարձակվելու համար։ Բնականաբար մենակ Իրանը չի զսպում այս պահին Ադրբեջանին եւ Թուրքիային, բայց Իրանը արդյունքի պայուն է զսպման մեխանիզմի մեջ։ Եթե Իրանը չլինի, ապա շատ դժվար կլինի իրենք զսպել նոր ագրեսիայի։ Իսրայել-Իրան պատերազմը դերևս կանգնեցնելու հույսեր չկան մեզ համար, Հայաստանի համար։ Երբեք ձեռնտու չի պատերազմի ցկցկվածությունը։ Այսօր մեր Թշնամի պետությունը սպարտողական վիճակի մեջ է։ Նա ավելի հակված է օգնելու Իսրայելին ընդդեմ Իրանի։ Իրանը հրապարակային հայտարարեց, որ եթե որևէ մեկը փորձի աջակցել Իսրայելին, կհամարի իրեն թշնամի եւ արված կստանա իրենից։ Հիմա մեզ պարզ չի։ Իրանը գիտի արդյոք, որ Ադրբեջանը իր տարածքը տրամադրում է Իսրայելին եւ իր տարածքից Իսրայելը հարվածներ է ուղղում Իրանի վրա։ Մերձավոր արևելքը կրկին մեծ դարձնենք, Թրամփը սա կրկնում է իր նախընտրական պայքարի օրերից։ Հիմա ինչ կա մտքին դժվար է ասել։ Մասնագետները չեն բացառում, որ այս առճակատումն ավելի երկար տևի, որ որևէ կողմը հաղթելու հնարավորություն չունենա եւ ներքաշվեն տևական քայքայիչ պատերազմի մեջ, եթե խոշոր խաղացողները չխառնվեն ու հարցը բանակցային ճանապարհով չլուծվի։ Հույսեր չկան, որովհետեւ այդ հույսերը միայն կարող են իրականանալ Միացյալ Նահանգների կողմից դադարեցնելու համար պատերազմը, օրինակի համար, հորդորելու Իսրայելին եւ Իրանին կանգնեցնելու պատերազմը եւ բանակցությունների ցեղանի շուրջ ուրեմն հավաքվեն լուծելու համար այդ հարցը։ Դա չի երևում այսօր։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն իդեպ խաղաղությունից խոսեց Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Հենց այս զրույցի ընթացքում է ռուսական կողմը հիշեցրել մի առաջարկի մասին, որն արել էր մինչև Իսրայելի Իրանին հարվածելը, նկատելով, թե այդ առաջարկը կարող է ընդունելի լինել բոլոր կողմերի համար։ Մինչև հեռախոսազրույցը այդ առաջարկը մերժած Թրամփը վերադարձավ խաղաղության օրակարգին մտավախությամբ, որ այս էսկալացիայի ծավալումը կարող է հուժկու հարված լինել իր քաղաքական իմիջին։ Հետո կպարզվի թերևս, մինչև այդ մասնագետները հուժկու մեկ այլ վտանգի մասին են հիշեցնում։ Հնարավոր միջուկային աղետը տարածաշրջանը կարող է ուղղակի Չեռնոբիլ դարձնել։ Սիրունի Շուրադյան, ժամը լրատվական։ Այժմ մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Գործ կա, աշխատող չկա, թե փնտրողներ կան, գործ չկա։ Պետությունը ձեռք է մեկնում գործատուին, եթե աշխատանքի ընդունի անապահովին։ Տնային կալանքն էլ արգելք չեն նորից գողություն անելու համար։ Ինչ պատիժ է սպասվում մեքենայի մասերը թռցնելու համար։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Մի կողմից գործ կա, աշխատող չկա, մյուս կողմից հազարավոր աշխատանք փնտրողներ կան, որ գործ չունեն։ Բացը լրացնելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկում է միջնորդ դառնալ գործատուի և գործփնտրողի միջև։ Այսպես, եթե գործատուն առնվազն 6 ամսով աշխատանքի է ընդունում շահառուին, ապա պետությունը փոխհատուցում է նրա աշխատավարձի ուղիղ կեսը։ Ծրագրին կարող են դիմել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները և բանակից զորացրված տղաները։
Զորացրված զինվորներին, հետո նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աշխատաշուկա հասցնելու փորձն աչքի տակ ունենալով, աշխատանքի ու սոցհարցերի նախարարությունը որոշել է գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված քաղաքացիներին ևս ուղղորդել այդ տարբերակով։ Նրանք առայժմ միայն Կոտայքի ու Սյունիքի մարզերից են։ Պետությունը նախ առավելագույնը 250,000 դրամ կփոխհատուցի գործատուին հնգամսյա ոչ ֆորմալ կրթության համար, որից հետո գործատուն կպարտավորվի վերջինիս հետ առնվազն կես տարվա աշխպայմանագիր կնքել դարձյալ պետության աջակցությամբ մինչև 50,000 դրամ հարկային ծախսերից ազատվելով։ Երկրորդ տարբերակով աշխատունակ, բայց անապահովի կարգավիճակ ունեցող քաղաքացուն առնվազն 6 ամսով աշխատանքի ընդունող գործատուին գործադիրն առաջարկում է 3 ամիս աշխատավարձի եւ հարկային վճարումների փոխհատուցումներ տալ, ամսական 165,000, եւս 3 ամիս մինչև 50,000 դրամ միայն հարկերի համար։ Ամենը չէ, մեկ բաղադրիչ էլ ավելացնում են։ Եթե գործատուն աշխատողի հետ, այսինքն այս պարագայում աշխատունակ նպաստավորի հետ պայմանագիր է կնքում 6-ից մինչև 11 ամիս, ապա պետությունը առաջի 6 ամիսը փոխհատուցում է տվյալ աշխատողը աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ ավել կամ 50,000 դրամ։ Եթե գործատուն կնքում է 12 եւ ավելին ամիսներ պայմանագիր, ապա այս պարագայում պետությունը փոխհատուցում է գործատուի աշխատավարձի ծախսերի 70%, բայց ոչ ավել կամ 75,000 դրամ։ Ծրագրի փորձնական այս փուլում աշխատանքի գերատեսչությունը շահառուների առավելագույն 400 թիվն է սահմանել։ Փոխնախարարը նշում է, մաթեմատիկական հստակ բաժանում չկա, թե 200 տեղը կոտայքցիների, 200-ը սյունեցիների համար է։ Մարզերի պահանջարկից է ամեն բան կախված։ Խիստ թվաբանությունը միայն բաղադրիչների համար է, այսինքն ծրագրի առաջին կետով ոչ ֆորմալ կրթություն ստանալով առնվազն 6 ամսյա աշխատանքի հնարավորություն կունենան 70 անապահով քաղաքացիներ։ Երկրորդ բաղադրիչից աշխատավարձի ու հարկային փոխհատուցումներից 130 գործատու կօգտվի, երրորդից մինչև 1 տարվա աշխատավարձի 50-ից 75% փոխհատուցումներից 200։ Ուսումնասիրություն ցույց են տալի, որ գործատուները պահանջարկ ունեն աշխատողների եւ շեշտադրելով որակյալ այս գործիքները առաջի երկրորդ գործիքը դա որակավորում տվող հենց գործիքակազմը, որ մարդուն հնարավորություն տալի հմտություններ ձեռք բերելու ու համապատասխանաբար նաև աշխատաշուկայի պահանջարկը բավարարելու դրանով իրենց գիտելիքներով։ Կոտայք Սյունիքում ի դեպ այս պահին ընդհանուր առմամբ 286 աշխատունակ քաղաքացի կա, որ անապահով է ճանաչվել։ Եթե օրինակ էլեկտրոնային համակարգին համաձայնություն տան, աշխատանքի տեղավորման ծրագրի պոտենցիալ շահառու են։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է տրանսպորտային պարկը համալրել ևս 45 նոր տրոլեյբուսով, բայց այս պահին ունեն միայն 15-ի գումարը։ Պատճառներից մեկն էլ այն է, ասում են, որ քաղաքացիներից շատերը չեն վճարում ուղևարձը։ Քաղաքային իշխանությունը նախատեսում է վերացնել թղթային QR-ները, անցնել միասնական տոմսային համակարգին։ Թղթային QR կոդերով տրանսպորտից օգտվելը մայրաքաղաքում շուտով չի կիրառվի։ Քաղաքապետարանում որոշեցին, Ավինյանն էլ հայտարարեց, որ QR կոդերը հնարավոր է օգոստոսից վերացնեն։ Թելսալի մեր գործընկերների հետ հասկացեք, որ ամսվանից սկսած ամենայն հավանականությամբ երևի օգոստոսի 1-ից սկսած թղթային տարբերակով այլևս չպետքա գործի QR-ները։ Խնդիրներից մեկը մեր նաև դա է։ Քաղաքապետանի ավագանուն դիմադիր անդամներն էլ հայտնեցին, թե այդ կերպ քաղաքապետանը նպատակ է դրել պարտադրել քաղաքացիներին գնել փաթեթներ։ Անդիմադիրների կոչն է բոյկոտել ու ձեռք չբերել փաթեթներ։ Քաղաքային իշխանությունը վճարման մի եղանակ է չեզոքացնում, բայց պարզվում է, որ մայրաքաղաքում երթևեկող ոչ բոլոր նոր ձեռք բերված ավտոբուսներն են հիմա սարքին։ Ման Մակնիշի 87 ավտոբուսներից 10-ը անսարք է եղել։ Ման Մակնիշի ավտոբուսները տոկոսային էլի շատ բարձր է անսարքության թիվը, ինչ է այդպես։ Վայստամասերի խնդիր ունի էլի Ման Մակնիշը, էլի հանդիպել ենք անցած շաբաթ, քննարկել ենք այդ հարցը, մի քիչ տեխնիկական խոտաններ լայի հայտ գալիս տեխնիկաների վրա, մեկ փոխարինումը տևում է։ Վերջին 6 ամիսն է, եթե այս տեմպով էլի շարունակվի, այդ ընկերության հետ էլ չենք կարողանա ուղղակի շարունակել մեր համագործակցությունը, սա վերջնական եւ հստակ փոխանցեք։ Քաղաքապետարանը նախատեսում է Երևանը համալրել նոր տրանսպորտային միջոցներով։ 45 տրոլեյբուս են արդեն ձեռք բերել, սակայն ֆինանսական միջոցների հարցը դեռ ամբողջությամբ լուծված չէ։ Հաշվի առնելով, որ դեռևս ֆինանսական միջոցները նախատեսված չեն, խնդրում եմ հանձնարկանի ժամկետը որոշակի ժամանակահատվածով երկարաձգելու։ Ինչ կանեմ,
մեր 6 ամիսը դեռ 6 ամիսը ապրիլի 7-ին ենք ընկել պայմանագիրը, դրանից 6 ամիսը հոկտեմբեր։ Այո։ Ժամանակ ունենք, պարոն Հովհաննիսյան, մեր հաջորդ առաջնահերթությունը այս տրոլեյբուսներն են։ Քաղաքապետարանը հայտնել էր, որ տրանսպորտային փոխադրամիջոցների շահագործման արդյունքում քաղաքացիներից ոչ բոլորն են վճարում ուղետոմսի փողը եւ թերի գանձման պատճառով ըստ քաղաքապետարանի 45 տրոլեյբուսների փոխարեն հնարավոր կլինի գնել 15-ը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ մինչև նոր տրոլեյբուսները Երևան կհասնեն, Քասախի բնակիչները չգիտեն իրենք ինչպես պետք է Երևան, հետո իրենց գյուղ հասնեն։ Տևական ժամանակ է Քասախից Երևան գնալու համար նախ պետք է գյուղից Մայրուղի հասնել, հետո Երևան գնացող ավտոբուսի մեջ մի կերպ խցկվել։ Իրավիճակից դժգոհ քաղաքացիները այսօր նորից են փակել Երևան-Աշտարակ ճանապարհը։ Ակցիայի մասնակից 11 քասախցի բերման է ենթարկվել, համակարգից հեռացվել է լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը։ Մենք ունենք բողոքի ձայն բարձրացնելու։ Քասախի բնակիչները հերթական անգամ բողոքի ակցիա են անում, պահանջելով, որ 59 համարի ավտոբուսը վերականգնի հին երթուղին։ Բնակիչները պատմում են, որ նախկինում ավտոբուսը հասնում էր մինչև գյուղի կենտրոն, սակայն այժմ այն շրջանցում է Քասախը կանգ առելով Մայրուղու եզրին, իսկ առաջարկվող երկրորդ տրանսպորտը, որը միակ միջոցն է գյուղ հասնելու, չի կարողանում բավարարել տեղացիների ամենօրյա պահանջարկը։ Ասում են, որ տրանսպորտում հիմնականում նստելու տեղ չի լինում, իսկ Երևան հասնելու համար ստիպված են կրկնակի վճարել։ 59 համար է գալիս վերևով պտտվում հետ է դառնում։ Այսինքն Քասախ չի մտնում։ Եթե Քասախցին նստի, Երևանի ծանրաբեռնվածությունը կշատանա։ Էսի անելու բան չէ, էլի ասենք։ Չգիտեմ, էս ինչ են անում, էս ով են էս մարդիկ ընդհանրապես։ Էս երեխեքի համար են անում, որ եկուց մյուս օր հանգիստ կանեն հելնեն այդան գա։ Բողոքը, որ սկսվել էր վաղ առավոտյան եւ խաղաղ ակցիա էր, սահմանափակվելով Մայրուղին ժամանակավոր փակելով մի քանի ժամ անց վերածվեց լարված բախման։ Ակցիայի ընթացքում ոստիկանության ծառայողները սկսեցին ուժ կիրառել, ինչի արդյունքում բերման ենթարկվեցին 11 քաղաքացի, այդ թվում նաեւ անչափահաս։ Ինչ արել իմ որդին, հա, իմ անչափահաս որդին ինչ արել։ Միասին նույն մարդկանց հետ ում որ թվարկեցին համագյուղացին, նրանց հետ տարել են։ Ոստիկանության հանրային կարգի պաշտպանության հիմնական գործառույթը դա խաղաղ ակցիայի շարունակականությունն ապահովելն է, ոչ թե միջամտելը եւ դարձնել ծեծկրտուկ եւ քաշքշուկ։ Այս դեպքում մենք տեսնում ենք հակառակ գործողություն, կարծես հենց ոստիկանությունը հրահրի ակցիայի խաղաղ բնույթի փոփոխությունը բռնության տեսարանն է։ Բողոքի ակցիայի ընթացքում թիրախավորվեցին նաեւ լրագրողները։ Լրագրողի հարցն ամենայն հավանականությամբ բարկացրել էր ոստիկանին։ Եվ ոստիկանները շատ կոշտ ձևով էին քաղաքացիներին բերման ենթարկում, նստեցնում ավտոմեքենան։ Դրվագներից մեկում երևում է ինչպես է սույն կարմիր բերետավորը քաղաքացուն մեքենան նստեցնելիս հարվածում։ Ես ոչ թե հարցնում եմ ինչու եք բերման ենթարկում քաղաքացուն, այլ հարցնում եմ թե ինչու են ծեծելով բերման ենթարկում քաղաքացուն։ Հետևեցին իրավապաշտպանների եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արձագանքը։ Օմբուդսմենը խիստ դատապարտեց կատարվածը, իսկ ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ միջադեպում ներգրաված ոստիկանը ազատվել է ծառայությունից։ Իրավապաշտպանների խոսքով ոստիկանական բռնությունները շարունակական են։ Նրանց շրջանում հանրային կարգը պահպանելու նոր ձևեր առայժմ չկան, ինչն էլ լարվածություն է բերում։ Մենք տեսնում ենք նաև ոստիկանության աշխատակից, որը փաստացի ինքն է բռնություն կիրառում, լրագրողական, մասնագիտական գործունեություն իրականացնող անձի ուղղությամբ եւ դա նաեւ վկայում է այն փաստը, որ ագրեսիան կառավարելու եւ այդ իրավիճակում սառը գործողություններ կատարելու ունակությունը դեռևս ոստիկանության աշխատակիցների շրջանում չի դարձել կենսակերպ։ Քասախի բնակիչների բողոքի ակցիան դեռևս ավարտված չէ։ Մարդիկ պահանջում են, որ իրենց ձայնը լսելի լինի երկխոսության ճանապարհով։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։ Շենքի բակում կամ փողոցում գիշերը մեքենա թողնելն արդեն 50-50 է, որ բախտը դբերի առավոտյան անակնկալի չես հանդիպի։ Ավելի պարզ վերջին շրջանում հաճախ են վարորդներն ահազանգում, որ գիշերը մեքենայից մի դեպքում գողացել են հայելիները, մյուս դեպքում անվադողերն ու լուսարձակները եւ այսպես շարունակ։ Ինչ պատիժ է նախատեսում օրենքը մեծ տարածում գտած փոքր հանցանքների համար։
Շարունակվում եւ մեծ թափ են ստանում ավտոմեքենաներից սարքավորումների գողությունները։ Հանցագործները թալանում են մեքենաների լուսարձակներ, հայելիներ եւ ինչ պատահի։ Ներքին գործերի նախարարությունը որոշել է խստացնել այսպիսի դեպքերի պատժի կիրառումը որպես խափանման միջոց, կիրառելով կալանք, այդ թվում նաեւ տնային կալանք, եւ հանցանք ըստ օրենքի արդեն համարվում է միջին ծանրության։ Սակայն այստեղ էլ ներքին գործերի նախարարությունը գողության դեմն առնել չի կարողանում։ Եղել են տնային կալանքի մեջ գտնվող քաղաքացիներ, որոնք հենց այդ վիճակում էլ դարձյալ մեքենաներից գողություն են արել։ Տվյալ անձը կրկին անգամ բազմադրվակ նորից նույն գողություններն է կատարում, ընդհանուր 30 դեպքի հասնող դրվագների մասին է խոսքը գնում։ Տնային կալանքի ժամանակահատվածում կրկին անգամ կատարվել է գողություն։ Հիմա պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամները, падգամավորները փորձում են պարզել։ Լավ, եթե այդ տարբերակով խստացման դեպքում էլ շարունակում են մեքենաներից գողություն կատարել, ինչու քրեական գործերը դատարան չեն ուղարկում։ Խուլիգանության երրորդ մասի դեպքում, երբ որ միջին ծանրության հանցանքի հետ են գործ ունենում, էլի էս խնդիրը առաջանում է, բայց եթե այնտեղ ես կասեի 50% դեպքերում տանում ենք 50% ոչ, այն էլ կամայական չի, հստակ պետք է հիմքեր լինեն իմ ասած գործողությունները։ Դեպքից հետո զղջալ, դեպքից հետո համագործակցել, խոստովանական ցուցմունք տալ, վնասը հատուցել եւ այլն, չեմ կարող պատկերացնել որևէ քննիչ, որևէ ստորաբաժանման ղեկավար, որևէ դատախազ, որ չնախաձեռնեն կամ չգնան այդ քայլին եւ դատարան չներկայացնեն։ Այստեղ ավելի շատ այն առաջին անգամ մեկը մոլորության մեջ է, մեկը իրոք այդ պահին կարիքի մեջ է, չեմ արդարացնում որևէ կերպ, որտեղ դրանց անհանցագործություն է, պես նման դեպքերում միգուցե մենք դատարան չգնանք։ Նախագծի հեղինակներն հայտնեցին, թե գողությունն ապացուցելու հիմքերի առկայության դեպքում հանցանքը կատարածի գործը կարող են տանել դատարան։ Ու այստեղ քննարկումն այնքան խճճվեց, որ հանձնաժողովի նիստը վարողը հորդորեց իրավապահ մարմինների ներկայացուցիչներին բացատրել այնպես, որպեսզի հանրությանն էլ պարզ դառնա։ Ի վերջո, մեքենաներից սարքավորումների, տեխնիկայի գողություն կատարողները պատժվելու են, թե ոչ։ Ցանկացած ձևով կատարված հափշտակությունը վերաբերվում է երկրորդ մասի 2/1 կետին։ Եթե դա կատարվել է ավտոմեքենայից։ Այսինքն ավտոմեքենայից ցանկացած գողություն, ասենց ասեմ, ցանկացած հափշտակություն ավտոմեքենայի վրայից, դրա նկատմամբ կիրառվելու է այսուհետ երկրորդ մասի 2/1 կետը։ Շատ բան։ Մեզ որ մի բան բացատրում են 15 անգամից մենք հասկանում ենք։ Հիմա խնդիրը հետևյալն է, հարգելի գործընկերներ։ Իրավաբանները շատ հստակ հասկանում են։ Իրավապահները շատ լավ գիտեն պրակտիկա, բայց խնդիրը հանրությանը մատուցելու համար անհրաժեշտ է հասկանալի լեզու, հասկանալի է հստակ խնդիրների մատնանշում եւ հասկանալի է, եթե դու ներկայացնում ես Տիգին Քլոյան, ներկայացնում ես վիճակագրություն, թե ինչ որ պարագայում եւ երբ ունենք։ Նախագիծն ընդունվեց։ Ի վերջո օրինագծի հեղինակները խոստովանեցին, որ այսպիսով իրենք կարող են հասնել խնդրի լուծման միայն մի մասին։ Անցած տարվա ընթացքում 219 անձ է ձերբակալվել ավտոտրանսպորտային միջոցներից սարքավորումների գողության համար։ 7 անձ կալանավորվել է եւ կիրառվել է եւս 2 տնային կալանք։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներ անց։ Փոթորիկ Երևանում, ջրհեղեղ Գյումրիում, տորնադո ապարանում վնասները նյութական են։ Հունվարից մայիս զբոսաշրջության անկում քիչ են գալիս Հայաստան։ Մեդիա աշխարհ, որտեղ սպասել տեղումներ, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ 3 րոպեն էլ բավական էր, որ բնականաղետը քշեր տաներ ապարանի հին ու նոր կտուրները ծառ ու ծաղիկը։ Ավագ սերունդն ասում են նման բան ոչ տեսել, ոչ լսել էին երբևէ, որ այդ կողմերում բնությունը այդքան զայրանար։ Բարեբախտաբար վնասները նյութական են, վնասվածքներ ստացած քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Էդուարդ Պողոսյանի տեսանյութը Փոթորիկ Երևանում, ջրհեղեղ Գյումրիում, տորնադո ապարանում վերնագրով։ Տապալված փղեր, ավերված շենք շինություններ, ջարդուխուրդ եղած ավտոմեքենաներ, ապարանն է հանգստյան օրերի Փոթորիկից հետո։
Կտուրից մի կտոր են գտել, հետ են տանում տուն, քաղաքի ապշահար բնակիչները աչքերին չէին ուզում հավատալ, միաբերան են ասում, չստացվեց, հավատացին, սարսափեցին տեսածից, երկաթները երկնքում էին, երբեմնի երկինք քերող ծառերը գետնին, ավակ ապարանցիներն են վրա հասնում, ամեն մեկն իր տարիքն է նշում ու ճիշտ նույնը պնդում, այսպիսի բան չէին տեսել։ Կռիվ ամերիկական տորնադո է։ Էսի ահավոր է, սարսափելի է ոչ թե ահավոր է, եշտերս է ֆարան։ Ես ասեցի այդ ճանապարհը օթով կպարտի։ Սարսափելի, ես այս բան չեմ տեսել կյանքից։ Էսի հարևանի կրիշն է։ Եկեք ու Արևային Այջանով էտիտը մեր կրիշը չկա, մեր կրիշը կտոր։ Զարմացած է նաև ապարանի քաղաքապետը, մի թաղամասից մյուսն է շտապում, մեկնաբանում կարճ։ Միլիոնավոր վնասներ։ Վիճակը հələ որ թաղամասը յուղերում են, որ ահավոր վիճակը Մոխրագույն փոթորիկն իր սև գործն ընդամենը 3 րոպեում է արել, 180 վայրկյան, որ բնակիչներից շատերի տարիների վաստակն ու չարչարանքն է զրոյացրել։ Ներքին գործերի գերատեսչությունում ամփոփել են տվյալները 43 շենք շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ են վնասվել, 21 ծառ է տապալվել, 17 էլեկտրական սյուն, արևային 3 կայան։ Փոխհատուցումների մասին առայժմ տեղեկություն չկա։ Տարածքային կառավարման նախարարությունից չեն հայտնել, ժամը լրատվականին գերատեսչությունից փոխանցեցին, դեռ շատ վաղ է այդ մասին խոսելու համար, ամբողջական պատկեր նույնիսկ չկա, գույքագրումը չեն ավարտել։ Կիրակին պակաս էքստրեմալ չի անցել հանրապետության մի շարք այլ բնակավայրերում ևս՝ Գյումրի, Երևան, Հաստաբուն այս ծառերը կեսգիշերից շատ չանցած են տապալվել, կենտրոնում ընկել են տարածքում գործող ծաղկի սրահի վրա, տուժածներ չկան։ Վնասված էլեկտրասյունը համայնքային պատասխանատու կազմակերպությունը երկհաղ լույսը հեռացրեց, իսկ ծառի ճյուղերը փրկարարները կտրեցին, կանաչապատումից այդպես էլ մարդ չեկավ։ Էդուարդ Պողոսյան, Գագիկ Շամշյան, Ժամ լրատվական։ Համը գնահատող որակը արժևորող հայ սպառողը լավ գիտի տաք հապուրը կամ սառը խորտիկը կարող է լինել որակյալ, բարձրակարգ, եթե օգտագործում է մառանիկը։ Հայկական արտադրանքի անունը վաղուց արդեն դուրս է եկել Հայաստանի սահմաններից միջազգային գնահատանք ստացել։ Ու հենց այսպես նոր ընկերության միանգամից 2 արտադրանք Փարիզում արժանացել է տարվա հեղինակություն մրցանակին։ Օրերս Փարիզի սրտում Գարնիե օպերայի դահլիճում տեղի ունեցավ հեղինակավոր պրեստիժ միջազգային մրցանակաբաշխությունը, որը մեկ հարկի տակ էր հավաքել համաշխարհային հաջողություններ գրանցած հայերին։ Միջոցառման շրջանակում պատվավոր մրցանակների արժանացան նոր ընկերությունների խմբի 2 ապրանքանիշներ։ Շնորհակալություն նոր ընկերությունների խմբին նման կազմակերպություն հիմնելու համար, շնորհակալություն պրեստիժ մեդիային նման հրաշալի միջոցառում կազմակերպելու համար եւ իհարկե շնորհակալություն մեր բարեկամ երկիր Ֆրանսիային նման ջերմ ընդունելության համար։ Տարվա հեղինակություն մրցանակին արժանացավ Մառանիկ ապրանքանիշը։ Ստեղծման օրվանից Մառանիկ ընկերությունը խնդիր է դրել գտնել եւ իր սպառողներին ներկայացնել յուրօրինակ եւ անկրկնելի համեր։ Մոտենալով իր գործունեության 25-ամյակին այն գրավում է առաջատարի դիրք շուկայում, վայելելով սպառողների վստահությունն ու բարձր գնահատականը։ Այժմ ապրանքանիշը դարձել է հարյուրավոր ընտանիքների ամենահամեղ ուտեստների անբաժանելի բաղադրիչը։ Ըստ ընկերության պատասխանատուների այս մրցանակը Մառանիկի թիմի տարիների ազնիվ աշխատանքի եւ բարձր պատասխանատվության արդյունքն է։ Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք նվաճել սպառողների սիրտը, առաջարկելով համի ու բույրի եզակի աշխարհ։ Տարվա հեղինակություն մրցանակին արժանացավ նաև Տինտակոլ ապրանքանիշը, որը ներկայանում է Եվրոպական միության չափանիշներին համապատասխանող արտաքին եւ ներքին հարդարման ամենահուսալի ծածկույթներով եւ լուծումներով, որոնք աչքի են ընկնում ծածկողականության եւ դիմացկունության բարձր հատկանիշներով։ Տինտակոլ ապրանքանիշն իր որակական բացառիկ հատկանիշների շնորհիվ հասցրել է արժանանալ սպառողների վստահությանը, իսկ լինել վստահելի նշանակում է լինել պատասխանատու եւ պահել ու շարունակաբար բարձրացնել այն նշաձողը, որը սահմանվել է ի սկզբանե։ Իտալական
բարձրակարգ տեխնոլոգիաներով եւ եվրոպական որակի չափորոշիչներով ստանում ենք արտադրանք, որը սերունդների համար է եւ ծառայելու է մեր ճարտարապետաշինարարական արվեստի զարգացմանը։ Այս բացառիկ երեկոն նոր հորիզոններ բացեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև տնտեսական ու ստեղծագործական կապերը ել ավելի ամրապնդելու համար։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Հայկական բեռնատարների անցումը Վրաստանով կրկին դանդաղել է, նկատում է էկոնոմիկայի նախարարը։ Պապոյան ակնկալում է, որ վրացի գործընկերները կպահեն պայմանավորվածությունները։ Այս եւ օրվա այլ կարևորի մասին մեկ տեսաշարում։ Եկող տարի բյուջեի դեֆիցիտը նախատեսում են հասնել 4.5%-ի, իսկ 2030-ին 1.5%-ի, փոխանցում է ֆինանսների նախարարը։ Նախատեսված կրճատումը ըստ ֆինանսների նախարարի որևէ կերպ չի վտանգի պետական բյուջեով իրականացվող կարևոր ծրագրերը։ Անդրադառնալով տարեց տարի ավելացող պետական պարտքին, Հովհաննիսյանն ասել է, թե այն իրեն այդքան չի անհանգստացնում, որքան պետպարտքի սպասարկմանն ուղղված գումարների ավելացումը։ Պետպարտքի հետ կապված մենք որևէ լուրջ խնդիր չունենք, որովհետև 2024 թվականի արդյունքներով Պարկ հնահարաբերակցությունը նվազել է։ Եթե 2023 թվականի արդյունքներով ունեինք 48.4%, ապա 2024-ի արդյունքներով ունենք 48%, շեշտել է նախարարը։ Պետական պարքի մակարդակը ֆինանսների նախարարի խոսքով կառավարությունը փորձել է պահել հնայի 50%-ի մակարդակում։ Հայկական բեռնատարների անցումը Վրաստանով կրկին դանդաղել է, հայտնում է էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապոյանը նշել է, որ որոշ ժամանակ մեքենաները ընդհանրապես չէին անցնում, ապա 1-2 օր անցման արագությունը բավարարում էր հայկական կողմին։ Հիմա տեմպը դանդաղ է, օրական մի քանի մեքենա։ Մենք կատարում ենք բոլոր պայմանավորվածությունները եւ ակնկալում ենք, որ վրացի գործընկերները եւս կկատարեն իրենցը, հայտարարել է նախարարը։ Հայաստանն առաջիկայում Եվրոպական ներդրումային բանկի հետ կստորագրի դիմակայուն Սյունիք ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը։ Դպրոցաշինության զարգացման ոլորտի ծրագրի ֆինանսավորման հարցով կառավարությունը շարունակում է բանակցությունները Ասիական զարգացման բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի հետ։ Բնակապահովման ծրագրի ֆինանսավորման հարցով Հայաստանը բանակցում է Համաշխարհային բանկի ու Ասիական զարգացման բանկի հետ եւ հնարավոր է, որ այս հարցով եւս առաջիկայում փաստաթուղթ ստորագրվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ Աննա Հակոբյանի նախաձեռնած կրթվելը նորաձև է շարժման բյուջեից տրամադրվող գումարների վերաբերյալ տեղեկատվությունները համարվում են պետական գաղտնիք։ Լրատվամիջոցներից մեկը դիմել է վարչապետի աշխատակազմին եւ ծախսերի վերաբերյալ տեղեկություններ խնդրել, բայց պատասխանել են, որ այն համարվում է պետական գաղտնիք։ Պարզաբանել են, թե միջոցառման համար ծախսերը իրականացվում են հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի շրջանակներում։ Ըստ այդմ հիշյալ միջոցառումների կազմակերպման ծառայությունները ներառվել են պետական գաղտնիք պահոնակող գնումների պլանում, ուստի հայցվող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։ Եվ օդերևութաբանական կանխատեսումներ, եղանակային պատկերում փոփոխություններ կան, որտեղ կանձրևի, ավելին գիտի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում երեքշաբթին կանցնի փոփոխական երկնքով, տեղումներ սպասվում են առավելապես հյուսիսային գոտիներում, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 18-ից 22 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 24-ից 28, Լոռիում 18-ից 22, Տավուշում 22-ից 24 աստիճան։ Արարատում Արմավիրում կդիտվի 26-ից 29 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 24-ից 27, Սյունիքի նախալեռներում 18-ից 22 աստիճան։ Երևանում օրը կանցնի փոփոխական երկնքով, երեկոյան սպասվում են տեղումներ, այս գիշեր 14-ից 16, ցերեկը 24-ից 27, երեկոյան 20-ից 22 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում բոլորիս։